Արդեն երրորդ օրն է Թեհրանում ուսանողները դուրս են եկել փողոց, անտեսելով իշխանությունների խիստ արգելքները։ Պետական բուհերում ցուցարարները այրել են դրոշներ ու վանկարկել հակակառավարական կարգախոսներ։ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կանգնել է իր 36-ամյա կառավարման ամենածանր ճգնաժամի առջև տնտեսական պատժամիջոցների և աճող դժգոհության ֆոնին։ Միջազգային հարթակում դիվանագիտական և ռազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բաց է պահում բոլոր տարբերակներն Իրանի հարցում, միաժամանակ հորդորելով բանակցել համաձայնագրի շուրջ։ Իրանը պետք է գործարք կնքի և երկիրը հնարավորություն ունի դա անելու։ Հենց դրան է ձգտում Թրամփը, նշել է նախարարը։ Մեր գործն է առաջարկել տարբերակներ և մենք դրանք կունենանք, եթե Իրանը որոշի գործարքի չգնալ, շեշտել է Հեգսեթը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ հինգշաբթի սպասվող եռակողմ բանակցություններին Թեհրանը քննարկում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը։ Սա դիտվում է որպես փորձ առաջ մղելու ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլը։ Երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նույնպես հաստատել է, որ Վաշինգտոնի հետ շփումներում քաջալերող ազդակներ կան։ Այնուհանդերձ ԱՄՆ-ն շարունակում է ուժեղացնել ճնշումը։ Միացյալ Նահանգների զինված ուժերը բերվել են 100%-անոց մարտական պատրաստվածության։ Նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում վերահաստատել է, որ թեև նախընտրում է համաձայնության գալ, սակայն պատրաստ է կիրառել նաև ուժ։ Նա զգուշացրել է, որ բանակցությունների ձախողումը շատ վատ հետևանքներ կունենա Իրանի և նրա ժողովրդի համար։ Վաշինգտոնի պահանջները հստակ են՝ սահմանափակել միջուկային ծրագրերը, կրճատել հրթիռները և դադարեցնել աջակցությունը տարածաշրջանային որոշ խմբավորումներին։ Ըստ վերլուծաբանների, Թրամփն այս պահին փորձում է ժամանակ շահել հանրային աջակցություն ձևավորելու և ներքաղաքական ռիսկերը նվազեցնելու համար։ Ցանկացած ռազմական ձախողում նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ կարող է առիթ տալ դեմոկրատներին կրկին օրակարգ բերելու Թրամփի իմփիչմենթի հարցը։ Ճգնաժամային այս իրավիճակին զուգահեռ Սպահանի նահանգում շուկայի տարածքում վթարի է ենթարկվել բանակի ուսումնական ուղղաթիռը, ինչի հետևանքով 2 օդաչու զոհվել է։